Ֆրինյուզի եթերում լուրերից դուրս հերթական քննարկումն է, այսօր մենք Երևան-Մադրիդ ձևաչափով կզրուցենք Գրիգոր Գրիգորյանի հետ։ Բարև Գրիգոր ջան։ Աստծո բարին Գագիկ ջան։ Աստծո բարին, քեզ եւ բոլորին։ Հա, լսի, հետաքրքիր է, որ այս ձևաչափով բազմաթիվ հեռուստադիտողներ, հիմնականում YouTube-յան դիտողներ գրում են հետաքրքիր է նաև, որ դուք դիմում եք տենց ջանով, ինքը մի տեսակ մի կողմից ոչ եթերային է, բայց մյուս կողմից ինչ-որ ջերմություն առաջացնում, հա, իհարկե, այդպես էլ կա, չէ՞ որ մենք հայերս իրար ոնց ենք։ Դա հիմա ես իմ հայրենակիցների հետ Գագիկ ջան, երևի այդ մեր ազգի բնորոշող կողմերից մեկը հենց այդ մոտիկությունն է վախեն տուրիստները, որ գալիս են Հայաստան, հենց առաջին հերթին զարմանում են դրա վրա։ Մենք եթե ուրիշ ազգի ներկայացուցիչի հետ ենք, այտենց ոնց կարող է ես իմ հայրենակիցին ջան չասեմ, բա ջանից։ Հələ որ եթերում չլինենք 3 ջանով կխոսամ, որ եթերում ենք մի ջան եմ։ Դե, բայց այո, ջերմություն կա, եղբայր, ջերմություն կա։ Բայց ցավոք այդ ջաները չեն լսվում այս քարոզարշավի ընթացքում, մի կողմից հա ինքը օբյեկտիվ է, որովհետև գրեթե հակառակորդներ են կողմերը, բայց ցավոք իհարկե նաև շատ հաճախ չափն են անցնում, մասնավորապես արդեն հետաքրքիր գործելավոճ է դառել, հետաքրքիր է ճակերտներում իհարկե սադրելու փորձերը, հա, որ ուղարկում են մարդկանց, հա, ուղարկվում են կամ չգիտեմ ինչն է այդ մարդկանց կոնկրետ այդ պահին շահը, եղբայր չես ուզում, համաձայն չես սիրում, գնա ձայնատու։ Հա, մի էլ արի, մի էլ մասնակցի, մի էլ մոտեցի։ Եթե դու մոտենում ես կոնկրետ մարդուն ու մոտենում ես նրա համար, որ ասես, գիտես ինչ, ես քեզ չեմ ընդունում, մոտենալ ասելդ արդեն ընդունել է նշանակում, չէ՞։ Շատ տգեղ երևույթ է, Գագիկ ջան, տգեղ երևույթ է, նույնիսկ նոր խոսքը, որ քանի որ գնաց ազգից, տգեղ երևույթ է, ինձ թվում է հենց ինքը քարոզարշավ բառը ասում է, որ ուժեղ մրցակցություն է, բայց պետք է դրա նորմալ նայենք իր ձևով ասեմ։ Աշխատանք են կատարում, Գագիկ ջան, գիտենք, որ շատ մեծ միջոցներ է ներգրավված, ամեն ինչի գնալու են, չնայած ասենք, քանի որ ապացուցված բան չկա, ես կարծիք եմ ասում, էլի, ոչ բոլորն են ուղարկված, կան մարդիկ ինքնաբուխ են անում, կան մարդիկ ուղղակի էկրանին երևալու համար են անում էդի, ասենք, ինչքան տեսանք, կան մարդիկ անշնորհակալ, ասենք, ոչ թե մտածված, այլ իրենց դաստիարակության աստիճանն է դա, ասենք, մի հատ օրինակ է դեպքի գնանք, հիշում եք, երկու օր առաջ էր, որ ընկինը եկավ բողոքում էր, որ բնակարան են սպասում, վերջնակետում դուրս եկա, որ մնացել է մի 2 ամսվա ընթացքում, այդ բնակարանը իրան տալու են, բայց ինքը եկել էր առանց, գիտես ինչ, եկել էր իր անշնորհակալությունը ցույց տալու, բայց դե բնական բան է, Գագիկ ջան, դրան գիտես ոնց պետք է նայենք, որ են իսպանացիք սենց մի հատ խոսք ունեն, ասում ախր աշխարհում շատ մարդ կա է, այդ ինչ է ուզում ասի, որ ամեն տեսակին էլ հանդիպելու ենք, էլի, բայց հիմնականը, ովքեր որ մոտիկանում են, ես երկկողմանի եմ դրան դեմ, անձամբ, որպես հայ, երկկողմանի, ոչ թե միայն նրա համար, որ ասենք մոտիկանում են քաղաքացիական պայմանագրին բան անելու, ինչ են ասում, սադրելու, սադրիչը, Գագիկ ջան, համամիտ չես իմ հետ, կապ չունի, որտեղ է գնում, եթե մենք ուզում ենք պետություն կառուցել, թողենք այդ ամեն ինչի պատասխանը, պատկան, ինչպես ասում են, օրգանները դրանց հարցերը կտան, բայց մի հատ կարելի է մի հատ միջև այդ ընտրությունները մի հատ իմ համար երևի չգիտեմ, 10-ամյակի, 20-ամյակի, 30-ամյակի ամենաուժեղ լուրերից մեկն էր։
Իհարկե։ որ Հայաստանը զենք է վաճառում արդեն։ Հա, զենք տասնյակ միլիոնավոր դոլարի, դոլարի, պատկերացնել ինչի մասին ենք խոսում ընդհանրապես։ Գիտես ով կուզեմ լսի ես բառերը։ Ես բարեկամներ ունեմ, ովքեր դե բնական անուններ չեն, դա մոտիկներ, ասենք գիտես ոնց իրանց կյանքի պայքարը եղել է, որ Հայաստանը, ասենք կոպիտ ասած մի հատ ատրճանակ հնարավորություն չունի, ասենք հնարավորություն չունի նույնիսկ պատվալում պատշգամբներում մի հատ ատրճանակ արտադրելու։ Այսօր Հայաստանը ու միլիոնների, դուք պատկերացնեք ստեղ մենակ Գագի ջան, հարցը ֆիզիկապես արտադրելը չի, հարցը որ ինչ աստիճանի է, ինչ նիվելի է հասել քո երկիրը, որ իրեն թույլ են տալի վաճառելու, որովհետև գիտեն, չէ, այստեղ մենակ արտադրելը չի, այստեղ վաճառքի լիցենզիա ունենալն է, որ ամեն երկրի դուք պատկերացնում եք, եթե Հայաստանը անկախ չլներ Ռուսաստանից, հնարավոր էր, որ կարողանար մի հատ ատրճանակ վաճառել, ինչ ես կարծում։ Չէ, իհարկե չէ, հետո մի բան էլ մենք հաշվի առնենք, որ այսօրվա զենքի շուկան դա բարձր տեխնոլոգիական շուկա է, այնտեղ չես կարող մտնել ուղղակի կծիծաղա վրատ, ինչ որ մի բանով մտնես այնտեղ, բայ։ Այսօր աշխարհային աստիճանի ասել, որ BMW-ն չի անուն չտա, չի վաճառվում։ Գագի ջան, այնս տեխնոլոգիաները այն աստիճանի են հասել, բայ իհարկե, հələ ես ուղղակի չեմ պատկերացնում այդ ամսի 28-ի ինչեր են տենալու ժողովուրդը։ Ընդ որում որքան որ համացանցում հասանելի է, որքան որ ես տեսել եմ, հա, այն Դավառո ընկերության արտադրանքը, արտադրատեսակները, զինատեսակները, մյուս ընկերությունների, դրանք այո բարձր տեխնոլոգիական են, այո մրցունակ են, մրցակցային են, բնական է, որ այդ ապրանքը, հա, եթե այդպես կարելի է զենքին ասել, շուկա է մտնում, իր գնորդը ունենալու է։ Իսկ Հայաստանը հա, ասա։ Երևի արդեն ունի գնորդը Գագիկ ջան, sense ուղում անեմ, ունի ոչ թե ունենալը, ունի որ ես էլ եմ ասում, ես անպատկերացնելու մակարդակի լուր է էլի մեծ։ Ուրիշ բան էլ կապված զինվորական հետ, բանի այդ ասամբլեան 82-րդը, ոնց ասեմ, Իրան ասում են զինվորական օլիմպիադա, որ 142 երկրների ներկայացուցիչներ գալիս են Հայաստանում ասամբլեան անցկացնելու։ Դրա մասին ինչ կասես Գագիկ ջան։ Դա պատկերացրա, ինչի մասին ենք խոսում, 142 երկիր, աշխարհի երկրների 80%-ը Գագիկ ջան, գալիս են Հայաստանում սամիթի նման, բանն է, իրանց կոնգրեսն է, 2007 թվականին, մյուս տարի գալիս են ստեղ։ 27։ Դրա մասին 2027, մյուս հաջորդ տարի, գալիս են անցկացնեն Հայաստանում։ Իսկ դրա մասին ինչ ասենք, որ մեկ ասենք, արդեն ես օրինակ ամաչում եմ այսօր ասֆալտից ու չգիտեմ, շենք սարքելուց խոսամ Գագի ջան, այսօր արդեն ինչ որ ես հեռակայում տեսնում եմ ապագան իմ երկրի, այդ ասֆալտապատումը իմ համար ընկել է արդեն 3-4-ական պլան, իհարկե մշտական առաջին տեղում բնական է, խաղաղությունն է առաջի տեղում, նոր հետո մնացած արդեն այնքան արագ երկրաչափական պրոգրեսիայով աճում են լավ լուրերը, լուրջ եմ ասում։ Ընդ որում տես, մենք միշտ նախանձով ենք, չէ, նայել Իսրայելին, որը ունի այո բարձր տեխնոլոգիական առաջընթաց եւ այդ առաջընթացը բոլոր ոլորտներին է վերաբերվում, բայց ամենակարևոր ոլորտը այդ բոլորի մեջ դա ռազմարդյունաբերությունն է, որ երկիրը ունի զարգացած ռազմարդյունաբերություն, նշանակում է այդ երկրում մնացած ոլորտները, որոնք մատակարարում են դետալներ, կոմունիկացիաներ են ապահովում եւ այլն, արդեն կայանում է կամ կայացած է։ Ու այսօր կապված է ռազմարդյունաբերությունը արհեստական բանականության հետ, որում որ Հայաստանը նորից մտնելու է լիդերների մեջ։ Երեք ես լուր ստացա, որ Հրազդանի գործարանը, որ կառուցում են, արդեն հաստատվել է 4 միլիարդի ներդրումը,
նորից 500 միլիոնա չէ, գործարանի կառուցումը արդեն հաստատվել է 4 միլիարդի, ուզում եմ ասեմ դա լուրջ չի էլի, դա արդեն իրականություն է, այնտեղ պատեր են կանգնացնում արդեն։ Ու դրանք բոլորը կապ ունեն, մեկը ռազմարտությունաբերությունը, արհեստական բանականությունը, ու նորից կրկնեմ ու հպարտ եմ կրկնելու Հայաստանի ամենամեծ արտահանում որ ունենք, մենք ուղեղն է։ Մենք ուղեղն է ու այսօր եթե հնարավորություն ունեն օգտագործելու մեր դու Թումո դպրոցները նայի աշխարհում մեկ են արդեն բացվում Գերմանիայում եթե չեմ սխալվում որ երրորդ դպրոցն է բացվում Թումոյի Այսօր ինչ որ մի ամբողջ աշխարհում Գրիգոր ջան արդեն ընդունված է հաստատված փաստ է որ երկրի հարստությունը ոչ թե ռեսուրսներն է երկրի հզորությունը հա ռեսուրսները կարող է ասենց անվտանգության բարձիկ լինեն բայց հիմնական ռեսուրսը Հետո վերջ ունեն ռեսուրսները ոնց են լինի վախտեուց վերջ ունեն մարդկային մարդկային կապիտալով փառք Աստծո մենք Աստծո կողմից սենց շնորհված ժողովուրդ ենք եւ դրա ապացույցը ողջ աշխարհում հայտնի հայերի անուններն է հիմա կասեն նորից սկսեցին հայտնիներից խոսալ Դրա ամենամեծ ապացույցը գիտես որն է Գագիկ ջան Գիտես որն ամենամեծը որ գոյություն ունենք դեռ Ինձ թվում է ամենամեծ ապացույցը որ Աստծո կողմից օժտված ժողովուրդ ենք այդ ամենամեծ ապացույցը դա է որ գոյություն ունենք Մեր լրիվ մինուսներով հանդերձ որը որ ցավոք սրտի Քանի որ քանակով քիչ ազգենք, մեր մինուսները շատ են երևում Գագիկ ջան, հենա դրա բնական օրինակը այսօր դու հաղորդումը սկսելուց ասեցիր, չէ՞, նայ, ասենք, այս 15 օրը ասենք օրինակ գնում է քարոզարշավը, 15 դեպք չի եղել այտենց այդ սադրիչների, բայց բոլորս արդեն դրա մասին խոսում ենք։ Ինչ է դա նշանակում, որ շվատը շուտ է երևում, էլի մեր ազգի մեջ։ Շատ շուտ է երևում։ Շատ լավ բան ասեցիր, այն փաստը, որ մենք կանք, դա լավագույն ապացույցն է մարդկային կապիտալի մեր փայը, հա, մեր հատվածով, այսպես ասած, ու էլի մի անգամ հիշեցնենք, էլի բոլոր մեր այն թերահավատ հայրենակիցներին, ինչ կայսրությունների հետ է շփվել հայ ժողովուրդը, հայոց պետականությունը ու ուր են այդ կայսրությունները հիմա Չէ, ոչ թե ոչ մեկը չկան։ Ռուսական կայսրություն գոյություն չունի, բոլշևիկյան կայսրություն գոյություն չունի, Օսմանյան կայսրություն գոյություն չունի, Պարսիկների կայսրությունը, հա, գոյություն չունի։ Այսօր ինչ որ Իրան անունով երկիր է, որը որ ինքնին արդեն խնդիրներ ունի։ Էլ ես չեմ ասում, եթե ավելի խորքը գնանք, հզոր Ասիստանը գոյություն չունի, Ռոմը գոյություն չունի, Բյուզանդիան գոյություն չունի։ Մենք պետքա դրա մասին մտածենք։ Մենք պետքա նրա մասին մտածենք, որ այսօր մենք ունենք պետություն եւ պետականություն ու ակնհայտորեն պետությունը ցույց է տալիս, որ եթե ինքը գոյատևում է խաղաղ ու անվտանգ պայմաններում, ապա ինքը կարող է թռիչքային զարգացում ունենալ։ Գագիկ ջան, դրա համար պետք է ասա։ Դրա համար պետք է սիրել պետությանը, սիրել մարդու գոյատևության ամենամեծ գործոնը դա սերն է, Աստված որ սերմացրել է մարդուն ստեղծելուց Դրա համար պետք է ուղղակի սիրել քո հայրենիքը, սիրել քո պետությունը, սիրել, գիտեք ոնց ասած, ես մի հատ բան ասեմ Գագիկ ջան, ու երախտապարտ լինել նրա համար, ինչ որ տվյալ պահին կարողանում է, բնական է, էլ եմ ասում, այն խոսքս գնում է այն դեպքում, որ իրոք դու զգում ես, որ քո պետությունը իր ժողովրդի համար, ինչի՞ չէ, փոխադարձ նաև որ պետությունը սիրում է ժողովրդին ու անում է կառավարությունը, դե մի քիչ պետություն բառը, կառավարությունը անում ամեն ինչ, որպեսզի այդ ժողովուրդը լավ ապրի։ Ու դու դրանով պետք է, ես հիշում եմ, մենք պուճուր ենք, մենք երեք եղբայր ենք։ Մեծ եղբայրս մի օր բաներ, խոսակցություն գնաց, որ ինչա մեծներ թե պուճուրը երևի, պուճուրն էր, ասում է, ինչ արել, որ իմ համար էս պետությունը, երեսը ջղայնացավ, ասես դու Քեզ վավշե դու մտածել ես, դու ինչ ես արել պետության համար, որ պետությունից ինչ որ մի բան ուզում ես։ Մենք բոլորս ամեն մեկս մեզ պետք է այդ հարցը տանք, Գագիկ ջան։ Մենք ինչ ենք արել ընդհանրապես, որ պահանջում ենք։
Գիտես ինչ, շատ հեշտ է պահանջելը, հետո գիտես մենտալիտետի մարդկանց, էլի ինչ խոսամ գալու էլի անգրագիտությամբ, գիտես ինչա Գագիկ ջան, որ մարդը մտածում ասում է ինչա իմ ազգանունը որ Յանա ու ես այդ անձնագիրը ունեմ, ուրեմն ես պիտի լավ ապրեմ։ Լավ ապրելու համար պայքարել է պետք, եղբայր ջան, որտեղ ուզում ես եղի, լավ ապրելու համար աշխատել է պետք։ Գիտես, հետո պահի մենք բոլորս այս կյանքում ես անձամբ, քանի որ ոդկաստ է, հիմա ես կարող եմ իմ մասին մի քիչ ասել, ես ուզում եմ ինչ որ մի բաներ, եթե կա իմ փորձից օրինակ ծառայեմ, էլի իմ աղբերներին, եղբայրներին, քույրերին։ Նայ, մենք կյանքում ամեն ինչը ապրում ենք պահի տակ է, այդ կախվածա տվյալ պահից։ Մենք այդ պահը մեզ ինչա թելադրում։ Ասենք պանդեմիան մեզ օրինակ, չէ՞, մենք բոլորս պլաններ ունեինք, չէ՞, ինչ որ մի բանի։ Ու պանդեմիան ինչ որ մի հատ չերևացող բան, բոլոր ամբողջ մի մոլորակը բցրեց իրենց տները ու ոչ ոքի չթողեց դուրս գալ դրանից։ Այսինքն դա չի նշանակում, որ դու պլաններ պետք է չկազմես, դու պետք է կազմես պլաններ քո կյանքում, բայց մեր կյանքը կախված է տվյալ պահից։ Դա ինչ է ուզում ասի, ասենք նայ, օրինակ սենց ասեմ, մենք բոլորս գիտենք, որ սուտ խոսալ չի կարելի, չէ՞։ Չի կարելի սուտ խոսալ։ Բայց կյանքը քեզ կարող է բերի ինձ մի հատ դրվագի, ճակատագիր ասա, կյանք ասա, որ դու պետք է սուտ խոսաս։ Ու բոլորս էլ արել ենք, չէ՞։ Մեր կյանքում սուտ խոսացել ենք։ Այսինքն ինչ եմ ուզում ասեմ, այդ պահը քեզանից կախված չի։ Բոլորս գիտենք, որ մարդ սպանելը դա սխալ բան է, չասեմ հանցագործություն, սխալ է մարդ սպանելը, բայց կյանքը մեր ազգը, չէ, մենք ասենք, ընկերներ, դու պատերազմ ես սկսում, դու ուզես, չուզես, պետքա սպանես, այսինքն քեզանից կախված չի։ Բոլորս գիտենք, որ դավաճանությունը, թող մեծ ոչ մեկ չխոսան, որ դավաճանությունը վատ բան է, չի կարելի։ Բայց կյանքը կարա Գագիկ ջան մարդուն դնի այնց այն մի հատ իրավիճակում, որ ընտրելու պահա կամ նժարին դրած կամ կա, երրորդ տարբերակ չկա։ Էլ եմ ասում, ամեն կյանքում պահեր կան, որ քեզանից կախված չի, դրվագն է այդ պահն է քեզ ցույց տալի։ Բայց երկու բան կա, որ դա իմ տեսակետն է կյանքում, էլի իմ կյանքի փորձը, որ դա կախված է քեզանից, դու պատճառ չես կարա գտնես։ Դա մեկը նախանձ լինելն է, որ դու չես կարա պատճառ բռնես, ասես սրա համար եմ ես նախանձում, դա քո մեջից է, եւ երախտապարտ լինելը։ Եթե այդ երկու բանը մարդու մեջ կա, ինչ եմ ուզում ասեմ, ասենք դու կյանքում պետքա լավ նորմալ մարդ կայանալու համար դու պետք է այդ երկու գործոնները ունենաս քո մեջ, Գագիկ ջան։ Այսինքն չնախանձես ոչ մեկի հաջողությունով, այլ գիտես ինչ անես, թող օրինակ ծառայի քեզ։ Եթե ինչ որ մեկը մի հաջողության ասել է, նոր դու Իսրայելի օրինակը վերեցիր, օրինակ ես միշտ Գագիկ ջան, միշտ ամեն տեղ որ խոսակցություն գնում է, ես միշտ որպես գնահատել եմ իրանց ուղեղը, գնահատում եմ շատ, որովհետև ապացույցը հիշում ես մի անգամ հաղորդումների ժամանակ ասի աշխարհի ամենակարճ անեկդոտը որն է, հրեան բահով, չէ՞, եվրեյս լապատը։ Այդ ինչ ու միշտ իմ մեջ, իմ ենթագիտակցության մեջ, ես միշտ ունեցել եմ, որ մենք էլ կարող ենք դրան հասնել։ Հասկանում ես, օրինակներ վերցնելով ու այսօր Փառք Տիրոջը, փառք մեր ղեկավարությանը, ամեն ինչը բերում է նրան, Գագիկ ջան, որ մենք կարող ենք դառնալ այդպես պետություն։ Իմ համար դա ճիշտ ասած եղել է, անկեղծ ասեմ, ուտոպիա, իմ ապրած տարիների ընթացքում, էլի, ասել եմ, բայց արի ու տես, որ սխալվել եմ ու հնարավոր է դա։ Հնարավոր է ու այսօր, այս օրինակները այսօր որ վերեցինք, չէ՞, մեր պետությունը սկսած զենք վաճառելուց մինչև այդ օլիմպիական խաղերի անցկացում, մինչև դպրոցների բացում, մինչև Իմբիդիան, ես ճիշտ ասած տեղեկություն չունեմ, բայց ինձ թվում է Իսրայելը չունի գործարան այդ արհեստական բանականության այդ միկրոչիպերի, ինձ թվում է։ Տես ասենք, դա արդեն մի քայլ է, որ մենք ունենք, իրանք չունեն։ Հասկանում ես, չէ՞ ինչ է, մի ասացի իմաստը, հասկանում ես, չէ՞ որն է, եղբայր։ Ես մի քիչ երևի շատ շեղվեցինք թեմայից, բայց ուզում եմ ասեմ, շատ կարևոր գործոն է, որ ամեն մեկս յուրաքանչյուրս մեր վրա աշխատենք ու տեսնենք ինչ կարող ենք անել մեր պետության, մեր հայրենիքի զարգացման, բարգավաճման համար։ Ու ամենամեծ մաղթանքս, ել եմ ասում, ես ունեմ բարեկամներ, ընկերներ, որ իրանք ուրիշ հայացքներ ունեն, ասենք բարիկադների կոպիտ ասած այն կողմում են, ես հարգում եմ բոլորի կարծիքը, ես նենց դաստիարակություն եմ ստացել ես Եվրոպայի 30-26 տարիների ընթացքում, որ բայց
Գիտես ոնց, դու անձնական կարծիք, դու հաղորդման սկզբին ասեցիր, այ մարդ, քո կարծիքն ունես, բայ քո մեջ գնա դրա համար ընտրություն գոյություն ունի, չէ՞, Գագի ջան, գնա ոչ թե սադրանքով, ոչ թե ինչ որ գիտես ինչ, առավոտ լույսը զարդես, իմանաս ոնց ցեխ շպրտես, այն էլ եմ ասում, աչքա կապություն չի, էլի, ցեխ շպրտես այն կառավարության վրա, ով որ առավոտից իրիկուն ցույց է տալիս իր արած աշխատանքները ու չես կարող աչքակապությամբ։ Հələ մի հատ Գագի ջան, երեկվա օրինակ հաստատ համոզված եմ դու ես հուզվել։ Այդ Կիրովա երեք բանի Վանաձորի այդ հավաքը վերջում դու պատկերացնում ես ինչ ֆուրոր է։ Ինչ է, ո՞նց կարաս դու շինցու տես բան արվի Գագի ջան, մի հատ մտածի։ Ո՞նց հնարավոր է տես բան։ Գրիգոր ջան, ժողովրդի սերը սփռ։ Ասա, ես մի բան էլ ասեմ, տես մենք խոսում ենք պետությունից, հայրենիքից, բազմիցս նաև այս մեր զրույցների ընթացքում դրան անդրադարձել ենք, լավ, եթե մարդը ասում է ոչ թե պետություն, այլ հայրենիք, հա, երկու տարբեր մոտեցումներ կա, չէ՞։ Մոտեցումներ։ Շատ լավ, դու խոսում ես հայրենիքից, դու խոսում ես պատմությունից, անցյալից, մեծ ծովից ծով Հայաստանից եւ այլն, բայց արդյոք դու այսօր որ դուրս ես գալիս, եթե բնակվում ես Դիցուք Երևանում կամ Վանաձորում, դուրս ես գալիս քո տնից, վերաբերվում ես այդ տարածքին, քո շենքին, քո բակին, քո փողոցին, այնպես ոնց որ դու երազում ես քո հայրենիքի մասին, այն երազական հայրենիքի։ Այսինքն ես մեքենայով գնալուց դե ես վարում եմ նաև ու տեսնում եմ գրեթե ամեն օր ինչ որ մեքենայի լուսամուտը իջնում է սիգարետ։ Պատուհաններից ինչերա դուրս սրնում, հա։ Աղբել են թափում, ամեն ինչ անում են։ Ես վստահ եմ, որ այդ մարդը հետո գնում է մի հատ ինչ որ առիթ է լինում, ընկերներով հավաքում են, առաջի բաժակը հայրենիքն է։ Լավ, եղբայր։ Սեղանի վրա ես ասում եմ սեղանի վրի հարց լուծողներ, խմելու ժամանակ։ Բոլոր հարցերը լուծում են։ Ուրա կեցն, ես օրինակ շատ ամաչում եմ այն փաստից, որ Հայաստանում ապրող օտարերկրացիները գրեթե ամենօրյա ռեժիմով, այսպես ասած, շաբաթօրյակներ են կազմակերպում ու հավաքում են, մաքրում են մեր թափած աղբը։ Այգիները հավաքում են, այո։ Հա, էդի ադրբեջանցիները չեն եկել այդ աղբը լցրել այդ աղբում, կամ այդ ձորում։ Շատ կարևոր թեմա է, Գագիկ ջան, այդ թեման, շատ, հիմքերից մեկն է երկրի կառուցման, հիմքերից, դրա վրա աշխատանք է պետք կատարել, դրա համար ծնողներ ոչ միայն դպրոցներում, կրթական համալիրներում մանկապարտեզից է պետք սկսել, ես սենց ասեմ, այդքան չասեմ էլի, ես օրինակ, սենց կարամ հանգիստ ասեմ, հանգիստ, ես կարամ ինքնասպանել եմ, հանգարց այնքան համոզված եմ, որ ես երկու աղջիկ ունեմ, անհնար է, Գագիկ ջան, անհնար է աշխարհում որտեղ լինեն, ամենայն դեպս Հայաստանում, որ ասենք մաստակը ծավելուց ինչ որ թուղթը չդնի գրպանը իրա։ Անհնար է, եթե դա մոտիկ աղբաման չկա, գրպանը դնում է, գալիս է տուն, փոքր երեխեք են, գալիս են տուն կինս գրպաններից ինչ ասես հանում էր։ Փողոցում աղբամանը այդ պայն մոտիկ չեղել, դրել է գրպանը մոռացել է։ Ինչ եմ ուզում ասեմ, այդտեղից է հայրենիք պետություն, ես միշտ եթե ուշադիր լինես երկու բառերը իրար հետ եմ ասում, հայրենիք պետություն, այդտեղից է կազմվում։ Գագիկ ջան, դա շատ կարևոր բան է։ Մեքենա քշելու այդ արվեստը, սենց ասեմ, այդ չգիտեմ, Գագիկ իմ ամենամեծ ասեմ, ծիծաղալու չլինի, իմ ամենամեծ պրոբլեմն է, գիտես իմ համար այդ բանը, մեքենա քշելը Հայաստանում, կուլտուրան, չգիտեմ դրա դեմը ոնց է լինելու, ես այլի կրկնեմ, միշտ իսպանացիք որ հետ են գալի, որ հարցնում եմ ինչն է, մի ասեք ինչն է լավ, ասեք ինչը դուրները չի գալի, 90% ասում եմ, բանը ապշած, ու դա նույն հենց այդ նույն վարողը, ոնց որ տենց վարողը, ինքն է հենց այդ պատուանից բանկցողը, Գագիկ ջան, 100% համոզված ես։ Գրիգոր ջան, ես մի օրինակ էլ բերեմ, դու գիտես,
օրինակ Միացյալ Նահանգների ամենամաքուր քաղաքներից մեկը որն է։ Չէ, Գլենդելը։ Այո, որտեղ որ հայերը շատ են։ Ես բազմիցս- Ինչի զարմանում է։ Հիմա հարցը հասկանում եմ։ Ինչի այնտեղ կարելի է, ինչու ու մեր մոտ չի կարելի, հա։ Անենց էլ չի, որ փողոցում կբռնեն, կձերբակալեն, եթե աղբը տապի, չէ, մարդիկ մակրակենցաղ են, աղբերներ ջան, եթե դուք, ասեն Գլենդելում, այտենց մաքուր է այդ քաղաքը պահվում։ Ես այդ ֆենոմենը գիտեմ, Գագիկ ջան, ես այդ ֆենոմենը գիտեմ ինչ է, իմ վրա ես քեզ ասեմ, ես Հայաստանում, գիտես ինչ, որ սոցիալական կռուգում ես դու մեծանում, դա շատ մեծ ազդեցություն ունի, նայ, ես իմ վրա եմ ասում այդ ֆենոմենը գիտեմ, ես որտեղ որ նայ, ես եկա, ես քեզ պատմել եմ, ես այստեղ ամրագոտի չէի գցում, Գագիկ ջան, հետո ստեղ ապրելով ես տեսա, որ իմ շրջապատը, որ ամրագոտի չգցելը ոչ թե ինչ-որ շտրաֆի համար է արվում, այլ դա ամոթ է ուղղակի կուլտուրայի ոնց կարաս դու հետո քո ապահովության համար, հետո նույն դրա ֆենոմեններից մեկն էլ այնա, մենք շատ շուտ ինտեգրվող ազգ ենք, ինտեգրվելը հասկանում ես, չէ՞ ինչ եմ ուզում ասեմ, մենք որ գալիս ենք մեր հայրենիքը, նա ես մի անգամ վրացիքի հետ այտենց ընկերներ շատ ունեմ, էլի, այտենց խոսում էինք, ասում եմ, մենք շատ հեշտ ենք լքում մեր հայրենիքը, ասենք հայերս, բայց շատ երբ է շատ շուտ ինտեգրվում ենք այդ նույն երկրի մեջ, որտեղ որ գնում ենք, ասենք լազեյկեքը գիտենք, էլի, բայց երբեք չենք մոռանում, մենք որտեղից ենք, իսկ իրանք մոտ իրանք շատ դժվար էին դուրս գալի Վրաստանից, շատ վրացիք այտենց շատ չեն եղել էլի ոնց որ մենք այս վիզաների ազատականությունը որ եղավ այդ ժամանակ իրանք սկսան, բայց վրացիք են ինտեգրվող չեն իրանք Գագիկ ջան, իրանք նույն իրանց այդ գիտես ոնց մենք էլի էդի խելացիության նշան է էլի որ հնարամտությունը այլ սենց ասեն շուստրություն են ասում, դա շուստրություն չի, դա քո գոյատևելու սենց ասեմ, փողոցային շները խեն խելոք, Գագիկ ջան, ինչի համար, որտեղ իրանք պետք է իրանք վաստակեն, իրանց հացը իրանք պետք է վաստակեն, իսկ պալատական շները, որ պարոդները, որ ուշադիր նայես, իրանք դմբո շներ են, էլի, իրանք ինչի համար, հա, որովհետև իրանց համար ամեն ինչը ցեղական շները կան, հիմա մենք ինչի ենք այտենց շուտ ինտեգրվում, որովհետև մենք պետքա օր հացի, որ դուրս են գալիս, բնական է, դե ինչքան էլ եմ ասում, այդ անհատական, որ ունենք այդ վատ բաները, բայց ընտանիք այդ նույն, այդ սիգարետը դուրս գցող մարդը պատուհանից, ինքը այդ օրվա հացը վաստակում է, Գագիկ ջան, որ տանի իր երեխուն մեծացնի, հասկանում ես, բայց գիտես ինչ է լավ կլիներ ավելի, 1000 դրամ այդ օրը քիչ վաստակեր, բայց իր երեխուն 20 րոպե շատ ժամանակ տրամադրեր, հասկանում ես ինչ եմ ուզում ասեմ, դա ավելի մեծ ներդրում է, որովհետև այն օրն էլ վարչապետը սենց խոսակցության մեջ ասեց, որ ասեց երկիրը մենք պետք է նայենք 400 տարի հետո ինչ ալնելու, այտենց է երկիր կարելի, ոչ թե մենք այսօր ծառը կտրենք տունը վառենք, տաքացնելու համար, չմտածելով, որ այդ ծառը վաղը ինչ օգուտ է տալու, այսինքն մենք ծառ տնկենք այսօր, Գագիկ ջան, որ այդ ծառը 25 տարի հետո է դառնալու, չէ, մեծ ծառ, որ թթվածին տա, մենք դրա համար, այսօրվա թեման ինձ թվում է դա եղավ, որ բոլորս անհատական, պետք է ինչ-որ մի բան անենք, մկան շեռնել, 1000 ներողություն ջաղացին օգուտ է, չէ, լավ ասացված կա այդ, այդ կաթիլը, բայց ջաղացը ֆրսն է, հիմա մենք բոլորս ամեն մեկս այսօր եթե մեր հաղորդման պատճառով, Գագիկ ջան, մի հոգի, տեսել եմ ասում, հազարավորներից, մի հոգի արդեն սկսի սիգարետը պատուհանից դուրս չնետել, ես ու դու արդեն մեծ գործ ենք արել եղբայր։ Եվ Գրիգոր ջան, մեր եթերաժամը համարյա սպառվեց, մենք 1 րոպե ժամանակ ունենք, ես օրինակ մի առաջարկել ունեմ իշխանություններին, տես ոնց ենք մենք այսօր Հայաստանում ստանում մեր անձնագրերը, չէ, սովորական գնում ենք, ստանում ենք, գնում ենք, ոնց են ստանում Միացյալ Նահանգներում անձնագրերը, հա,
հատուկ Մեծ արարողություն է, մեծ արարողություն է։ Այո, համամիտ եմ քո հետ, համամիտ եմ, որ դու գինը իմանաս, որ դու իմանաս ինչ են տալի քեզ։ Բայց դա էլ Գագիկ ջան, կլինի ժամանակի տեսքի, դա կապված է քո պետության դիրքի հետ է կապված, որ գնալով ինչքան մենք լավանում ենք, մեր անձնագիրը հզորանում է, եղբայր։ Ավելի շատ երկրներ են, ես լրիվ համամիտ եմ, ծափ տալով համամիտ եմ քո ասածի հետ։ Այո, անձնագիրը ծախսեր չի պահանջում, էլի, ասինքն ընդհանրապես, ինչա, մի հատ, այո, մի քանի հոգի հավաքել ու ոնց որ երբման, ոնց որ պրիսյակ ընդունես, էլի, բանակում ոնց է, գնացինք այդքան այդ անաղուած կրդիշուն դիմացը այդքան հազարներով պրիսյակ ընդունեցինք, բա մեր անձնագրի համար չանենք, այո, շատ ու բալերն էլ կբարձրանա մեր անձնագրի համաշխարհային մասշտաբով եմ ասում, դե բնական է այսօր լուրերը ինչ արագությամբ են թևավորում ու թռչում, ամեն ինչն էլ, շատ լավ միտք է, կլսեն ինձ թվում է մեր պատկան մարմինները ու հետագայում այդ թեմայով շատ լավ, դուրս գալիս է ինչ ասում ես։ Գրիգոր ջան, շնորհակալություն, դե մեր հաջորդ հանդիպումը շնորհակալություն Աստծուն, ձեզ բոլորիդ։ Ամենայն բարիք։ Ամենայն բարիք, եղբայր, շնորհակալություն բոլորիդ։ Ահա այսքան ենք նախատեսել այսօրվա մեր զրույցի համար, հիշեցնեմ, որ Երևան Մադրիդ ձևաչափով իմ զրուցակիցն էր Գրիգոր Գրիգորյանը, ամենայն բարիք ձեզ։